սահմանվել միայն տարածքային պահանջներով։ Նրանք աչք են դրել մեր մշակութային ժառանգության, ազգային ու բարոյական արժեքների վրա, փորձել են գողանալ ու յուրացնել դրանք։ Նրանք դարձել են մեր մտավոր սեփականությանը սպառնացող ահաբեկիչ, փորձելով Ադրբեջանի մշակութային ժառանգության նմուշները ներկայացնել որպես հայկական սեփականություն։ Ադրբեջանի օկուպացված տարածքները ավերակների վերածած հայկական կողմը վայրենի առաքելություն է իրականացրել։ Ադրբեջանն արդեն հաղթել է 44 օրյա հայրենական պատերազմում և մեր հայրենի հողերում շինարարական աշխատանքներ են սկսվել։ Օկուպացիայի ժամանակաշրջանում մզկիթները, մեդրեսեները, կամուրջները, տաճարները ոչ միայն ավերվել են, այլև շատ դեպքերում օգտագործվել են ոչ նպատակային, վիրավորելով ադրբեջանական ժողովրդի ազգային բարոյական արժեքները։ Դրանց թվում են Ֆիզուլիի շրջանում գտնվող Հաջի Ալ-Աքբար մզկիթը, Դեդելի, Մերդենլի, Գեջեգոզլու, Յուխարի Վեյսալի գյուղերի մզկիթները, Ջաբրայելի շրջանի Սուլեյմանլի և Փափի գյուղերի մզկիթները, Գուբատլի շրջանի Մամար և Յուսիֆբեյլի գյուղերի մզկիթները, Զանգիլան շրջանում Զանգիլան քաղաքի, Մալաթ Քեշին և Զանգիլան գյուղերի մզկիթները և այլն։ Ամբողջությամբ ավերվել են 19-րդ դարի 4 դամբարաններ, այդ թվում Ուղուրլու Բեկի դամբարանը, որը Կարաաղաչ գերեզմանոցում գտնվող տեղական նշանակություն ունեցող ճարտարապետական հուշարձանն է։ Աղդամ քաղաքում ավերվել են Փանահալի խանի և Մեհդի խանի դամբարանները, իսկ հուշարձանները լրջորեն վնասվել են։ Հայաստանի զինված ուժերի ավերիչ գործողություններից ամենաշատը տուժած ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշներից են մզկիթները, դամբարաններն ու հավատքի այլ վայրերը։ Ադրբեջանական մշակութային օբյեկտների, կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Հայաստանի ձեռնարկած վանդալիզմը հակասում է բազմաթիվ միջազգային փաստաթղթերին, այդ թվում 1954 թվականին Հաագայում ընդունված զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի, հնագիտական ժառանգության պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի, համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին։